Բարև ձեզ։ Ես տեղում եմ։ Հա, ես գիտեմ, որ դուք տեղում եք, բայց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ձեզ ընդունելու։ Միայն ձեզ չենք ընդունում, հա, քաղաքացիների ընդունելությունը, հա, դուք համեցեք ներս։ Այո։ Ժորժ ջան, հարցերը գրավոր հարցում ներկայացրեք, ես որ ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Մնացածը խնդրում եմ գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեք։ Ես քաղաքացիների ընդունության եւ դիմումների բաժնի պետն եմ։ Շնորհակալ եմ տեղեկության համար։ Այսօր Էմմա Պալյանն է, հա, խտրական վերաբերմունք ցուցաբերում եւ հերթական։ Այդ Էմմա Պալյանը կարծեմ նա է, չէ՞ որ եղբայրը որ գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումները իրանց գրախանութության անում, ինքն էլ արցախցիներն է, կարծեմ Այդ այն է, որ նաև ամուսինը պիտի անձրևի տակ չմենար վերցրել օգնական, թե ուրիշ էր, այդ է, չէ՞, ոնց էր, հա։ Պարոն Ղազարյան, քրտականներն ասում են, բայց մենք ինչպես հանդիպենք մի մարդու հետ, որը առավոտից իրիկուն մեզ եթերներով, Facebook-յան գրառումներով վիրավորում են։ Բայց ինչ պիտի անի, պիտի մենակ իրանք հանդիպեն իրենց գովացող մարդկանց հետ, բայց եթե քաղաքական գործունեություն են զբաղվում, կարող է լինել նաև անձնական վիրավորանք, եթե լինի, ես կարծում եմ իրանք կարան օգտվեն վիրավորանքի քաղաքացիական իրավակարգավորումներից, դրանից ի դեպ անխնա օգտվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ որտեղ որ ինքը համարում է, որ իրեն վիրավորել են, ինքը դատական հայցեր է ներկայացնում։ Բացի Ալեն Սիմոնյանից ես որևէ այլ գործիչ իմ դեմ դատական հայց չեմ ստացել։ Օրինակ Վահագն Ալեքսանյանը վիրավորված է ձեզ։ Ասում է դա հրավիրելու ձեր չէ։ Վահագն Ալեքսանյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի է եղել, որի կապակցությամբ Ղազարյան versus Ղազարյանի հատուկ թողարկումը կնկարահանվի այսօր կհեռարձակվի վաղը կարամիք չավել ուշադիր նայի, ավելի հետաքրքիր բաներ կարան դե իր համար այդ նամբերի։ Պարոն Ղազարյան, ձեր կարծիքով հատուկ հրահանգ կա օրինակ ազգային ժողովի նախագահի կամ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, որպիսի բոլորին ընդունեն քաղաքացիների ընդունելության օրը, բայց ձեզ չէ։ Ես կարծում եմ, որ դա ակնհայտ է։ Չեմ կարծում, որ դա կար անձնական, արդեն մենք երեխա չենք էլի, տեսեք ձեր հարցադրումներ, չէ, հենց այնպես չի հնչում։ Ակնհայտ է, որ սա ուղղորդված է, այսինքն միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները պիտի չընդունեն միայն Էդգար Ղազարյան։ Տեսեք, երկու ընդունելություն է այսքան ժամանակ կայացել, մեկ եղել է Հայաստան խմբակցությունից падգամավոր, մեկը խմբակցության կազմի մեջ չընդգրկված падգամավոր։ Մի ընդունելության ես չեմ կարողացել գալ, որովհետև դատական նիստի եմ եղել, հնարավոր չեղավ գալ։ Մնացած բոլորը, որտեղ որ ԿՊ-ից են եղել, կամ ազգային ժողովի փոխնախագահները կամ հանձնաժողովի անդամները իրենք դա կարծում եմ որ միասնական մոտեցում է որոշումը, բայց կապ չունի, դա չի նշանակում որ ես վաղը չեմ գալու։ Ամեն անգամ ես կգամ, օրինակ այսօր ես դες վստահեցնում եմ տուն վերադառնալուց հետո հաղորդում գլխավոր դատախազին Էմմա Պալյանի մասով անպայման լինելու է։ Ժամանակի Նիկոլ Փաշինյանն էր ասում Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Իրենք պետք է որոշեն ինչ։ Սա ի դեպ ասեմ, բացի դրանից, որ իրենք իրաց բոլոր խոստումներից են հրաժարվել նաև քաղաքացու նկատմամբ վերաբերմունքից, սա նաև աննախադեպ է ընդհանրապես քաղաքացի պետության հարաբերություններում։ Ես ինքս մարզպետ եմ եղել եւ մենք քաղաքացիների ընդունելության օր ունեինք։ Միջինում օրինակից մոտ հերթագրում էր մինչև 70-ից 80, երբեմն եղել է 100-ից ավել քաղաքացիներ են մասնակցել։ Ես այդ օրը ուրիշ որևէ գործ չէի պլանավորում եւ համբերատար լսել եմ բոլոր քաղաքացիներին, որոնք տարբեր հարցերով են դիմել, այդ թվում առաջարկություններ են ներկայացրել, այդ թվում իմ գործունեության հետ կապված հարցեր են բարձրացրել։ Դրանք բոլորը ոչ միայն քաղաքացիները արժանանում են ընդունելության, դա մեր պարտականությունն է, այլև նրանց բարձրացրած հարցերը պետք է սահմանված կարգով ընթաց տան։ Դա իրենց պարտականությունն է, այսինքն սա նաև պարտականությունների կատարումից խուսափում է, ինչը որ աննախադեպ է։